Գուցե ստորի ուրիշ վճիռ եմ կարդացել, բայց հետո հասկացա, որ չէ, հաստատվեց են համոզմունքս, որ բան ամզեն չեք կարդացել այդ վճիռը։ Որովհետև կարդացած եթե Արգելի պաշտպան, եկեք տենց պարզավոր կարդացել է պարոն Ավետյանը, դուք էլ եք կարդացի մեյաբանությունը, դուք այդպես եք մեկնաբանում, այդպես է մեկնաբանում։ Տեսեք, եթե կարդացել Չէ, որ չեք կարդացել, ճիշտ չի էլի, նման գնահատականներ։ Այդ դեպքում պիտի ասեմ, իմ մոտ որևէ վերլուծություն չկար, ես ուղիղ վճռից էի մեջբերումներ անում, այն ամեն ինչ որ գրված էր վճռում, այն երբ որ ասում եմ պարոն Բաբայանի վերլուծությունները, որոնք հանգեցնում են եւ այլն, չէ, վերլուծություն չեմ արել։ Ես ասել եմ ինչ ա ասել Եվրոպական դատարանը այս Լեհաստանի դեմ գործում։ Այդքան իմաստ։ Հիմա մի բան փոխվող, ասում մի բան չսխալվեմ, որ չփոխեն իմ խոսքերը կամ այդպես չմեծանան։ Նա նորից ցիտում եմ բառացի, ինչ ասել պարոն Ավետյանը, իր երեքի ժամանակ։ Լեհաստանում պատվարժան դարձած։ Այդ անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության խուլիգանության համար։ Այլ ոչ այլ անձակազմի համար, ոչ այլ անձին վիրավորելու համար, հասարակական կարգը խախտելու համար։ Այս ուղիղ բառացի մեջ։ Հիմա մենք ասում ենք, որ այդպես չի խուլիգանության համար ներբեկական անձանում վերացել է այդ հարցը եւ երբ որ հասել էր եվրոպական դատարան, այնտեղ այլ հոդվածով էր այս ամենը քննարկվել։ Հիմա ինչու է սա կարևոր, որովհետեւ երբ որ պարոն Ավետյանը փորձում է եվրոպական դատարանի տված մեկնաբանությունը ներբեկական ատյանում հոդվածը, այդ հոդվածը հիմնավորի, խուլիգանությունը հիմնավորի, ուրեմն առնվազն այնտեղ խուլիգանության հարց քննարկված է։ Բայց քննարկվել է իրական մեծ հարց, այն որ ասում եք թե եվրոպական դատարանը մեր օրենսդրություն չի ներկայանում, այն ճիշտ եք ասում։ Բայց եվրոպական դատարանը կարևոր հանգամանք ա մեկնաբանել։ Ասել է, որ 10-րդ հոդվածի խախտումը առկա է, կողմերը ընդունել են, որին ես հակառակ ասելու բան չունեմ, ինչ են ասում, պատճառ չունեմ, հակառակը չեմ կարող, հակառակության մասնակիցները իրանցով ասել այն ժամանակ 10-րդ հոդվածի խախտումը եղել է։ Հիմա իր մոտ հասած մեղադրանքով ինչի չի ասել 10-րդ հոդվածի խախտումը, որովհետև եվրոպական դատարանը ասել է, որովհետև ինչպես պարոն Ավետյանն ասում, հասարակական կարգը խախտելու համար չի դատապարտվել այս անձը։ Այ կոնկրետ անձին իր պարտականությունները պաշտոնական կատարելու ժամանակ այդ անձին վիրավորելու համար է դատապարտվել։ Ինչը թույլատրելի է մասնակից պետությունների օրենսգրքերով։ Հիմա մեր մոտ չկա այդ հոդվածը։ Մենք չունենք այդպիսի հոդված։ Բերում ենք Գերմանիայի օրինակը։ Գերմանիայում այո, անձին վիրավորելը քրեական օրենսգրքով նախատեսված է։ Բայց եվրոպական դատարանում ամենաշատ ընդդեմ պետության ակտերը կարասում են ընդդեմ Գերմանիայի հենց այս գործը։ Ուսումնասիրեք կտեսնեք։ Ու իհարկե գերմանացի դժվար են ասում, մենք գտնում ենք, որ մենք ենք ճիշտը, մասնագիտական առումով, բայց Գերմանիան համարել է, որ իր պետությունում այո, իրավունք պետքի քրեական օրենսգրքով նախատեսված եվրոպական դատարանը երբեք դա չի համաձայնել։ Առնվազն այն իմաստով ինչ որ հիմա այստեղ քննարկում ներկայացում։ Այսքան պատվարժան դատան, ուստի պնդում եմ նախորդ ասածներս եւ ամեն դեպքում